եք նախագծով, որ ամռանն է դա արվել, այսինքն ընտրություններից հետո զորակոչի ժամանակ, բայց փոխվեց միանգամից Նիկոլ Փաշինյանը մի օր որոշեց, որ դա լինելու է ձմռան զորակոչի ժամանակ։ Այստեղ այլ կարծիք կարող է լինել, եթե ոչ նախընտրական, սա տեղավորվում է նախընտրական այդ քարոզարշավի մեջ։ Իհարկե կարող է, որովհետև մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել, անկեղծ ասած, ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց, այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը, նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։ Ու երբ կար հնարավորությունը հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, բնականաբար մենք լսելով, անսալով մեր հասարակության մտահոգություններին, խնդրանքներին, նախագիծը չէինք քննարկել, ներողություն, նախագիծը շրջանառել էինք, նախագիծը շրջանառելուց հետո երբ դրվել է ի դրաֆտ համակարգում, երբ մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից, եւ մենք այդ որոշմանը հանգել ենք եւ վարչապետը դրա մասին հայտարարել։ Պարոն Պապիկյան, իսկ հունվարից նախատեսված է սպայական աշխատողների աշխատավարձի բարձրացում։ Հունվարի 1-ից աշխատավարձի բարձրացում։ Նախատեսված է։ Հարգելի գործընկերներ, ատեստացիոն համակարգը ներդրված է, այն ընթացքի մեջ է եւ կարծում եմ դրանից լավ աշխատավարձի բարձրացման հնարավորություն չի կարող լինել։ Ինչ է անում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, բավականին լուրջ պաշտոնատրանցիկ ներգրաված են եղել ատեստավորման ոլորտում, շահագրգիռ մարդկանց կազմակերպել, որպեսզի գնան Եվ ուր են հիմա նրանք, աթորին են, բայց ինչ է անում մնացած ոլորտներում զսպելու։ Կարծում եմ մեր հետևողականությունը նրա մասին է, որ մենք այս հարցում շատ լուրջ ենք տրամադրված, շատ հետևողական ենք եւ բնականաբար այստեղ ներում չի լինելու ոչ մեկին։ Պարոն Պապիկյան, դուք նշել եք, որ բյուջեով գումար է հատկացվել բանակի կերպափոխման համար, ռազմաարդյունաբերության համար, զենքերի գնման համար, բայց Փաշինյանը օրերս նշեց, որ պարտք է վերցվել եւ ամբողջապես միանգամից զենք գնելու համար։ Հիմա բյուջեից է նախատեսվում, թե պարտք է վերցվել։ Հարգելի գործընկերներ, եթե անգամ ֆինանսական միջոցները պարտքի միջոցով են ներգրավում ֆինանսների նախարարության միջոցով, դա տրամադրվում է ընդհանուր բյուջեի շրջանակներում։ Այսինքն այստեղ հակասող բան չկա։ Վարչապետը հայտարարել է դրա մասին։ Հիմա ուզում եք մեկնաբանել վարչապետը ճիշտ է ասում, թե սխալ, բնականաբար ճիշտ է ասում։ Չէ, ինքը նշում է, որ արտաքին պարտքը դրա համար է աճել, պարոն Պապիկյան, ու հստակ էր տեսնում։ Նաև բնականաբար, այո, պատասխանեցի ձեր հարցին։ Նաև այո։ Ահեստազորի մասին խոսելիս դուք թվեր եք նշում, դա ևս պետական կամ ռազմական գաղտնիք չէ, հաստորեն դա հնարավորություն կտա այլ թվերի հետ համաձայն։ Ոչ, մենք ասում ենք 16,000, 20,000, գուցե 26,000 տարական կտրվածքով ներգրավում ենք տարբեր փուլերում։ Ես գիտեմ ինչի մասին, կարող եմ խոսել ինչի մասին, բայց շնորհակալ եմ։ Պարոն Պապիկյան, Ալեն Սիմոնյանը վերջերս ասել էր, որ այսինքն կրկնել էր, որ Հայաստանի վերահսկողության տակ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածքներ կան։ Դուք մասնագետները հերքում էին, ասում էին նման բան չկա։ Դուք տեղեկություն ունեք ինչ տարածքների մասին։ Գիտեք, այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, որը սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովը պիտի աշխատի, կարծում եմ հիմա ազգային ժողովի նախագահը եթե թվերը հայտարարել, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր, շնորհակալ եմ։ Պարոն նախարար, 27 տարին լրացած եւ Հայաստանում չգտնվող տղաների հետ կապված ինչ առաջարկում, որովհետեւ այն նախորդ օրենքը կարծեք թե ժամկետը անցել է, հիմա իրանք չեն կարողանում վերադառնալ։ Եթե չեմ սխալվում, ազգային ժողովի падգամավորներից մեկի կողմից կա նախաձեռնություն, առաջիկայում առիթ կունենանք դրան անդրադառնալ։ Հայկ Սարգսյանի նախագիծը նկատի ունեք, թե ուրիշ նախագիծ է։ Ես գիտեմ, որ Հայկ Սարգսյանը նման նախաձեռնությամբ հանդես է գալու կամ եկել է, ուղղակի չի ընդունվել եւ հիմա այդ մարտիկ չեն կարողանում Հայաստան վերադառնալ։ Ուրեմն նոր նախաձեռնությամբ հանդես կգա։ Պարոն Պապիկյան, դուք համաձայն եք, եթե վերջացրեցիք հարցը, դուք համաձայն եք Փաշինյանի այն հայտարարությանը, որ արդեն խաղաղություն է եւ մեզ ոչ թե մարտունակ բանակ է պետք, այլ պաշտպանունակ։ Հարգելիներս, նախ մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք
եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Պապիկյան, դուք վտանգ չեք տեսնում, որ հնարավոր է սահմանադրական։ Բայց դուք երկրորդ հարցն եք տալի, ես երկրորդ հարցին չեմ պատասխանում։ Դուք ժողովրդավար չեք։ Ժողովրդավարությունը հիմա խոսքը պիտի տա ազատությանը։ Դուք խոսեցիք այս սուվերեն տարածքի մասին խոսեցիք, Հայաստանի սուվերեն տարածքը Ադրբեջանի տարածքից մի զգալի հատված Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, ամենաշատ ինքնիշխանության պաշտպանությունից խոսող քաղաքացիական պայմանագրի իշխանության պայմաններում։ Օրինակ հետաքրքիր է, ռեալ հնարավորություն դուք տեսնում եք, որ ՔՊ-ի իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանության սուվերեն տարածքները վերականգնվեն գան նախկին ուրեմն դիրքին։ Իհարկե տեսնում։ Ինչով եք տեսնում, կարող եք մանրամասնել հասկանանք, որովհետև Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Շնորհակալ եմ։ վստահ եք, որ Հարգելի ադրբեջանական զորքերը հեռանալու Հայաստանի տարածքից, Փաշինյանի օրոք Պարոն Պապիկյան, շատ հակաբանում չկարում հանդիպում, զուսային մորիայի կտավորություն է թողել, ինչպես կներնաբանում։